Սիրելի եղբայրներ եւ քույրեր, երեք մեր հրաժեշտը տալով 2025 տարվան, այսօր ողջունենք 2026 նոր տարին, հուսալով, որ ավելի վսեմ ծրագիրներ կարելի պիտի լան իրագործել, ի խնդիր համամարտկային իրավունքներու եւ փառքավաճման։ Նոր տարվան նկատմամբ առաջին տպավորությունը ամենքիս մոտ այն է, որ բացի թվականին առհասարակ ոչ մեկ փոփոխություն տեղի կունենա, ոչ դիեզերքի մեջ թավալող երկնային մարմիններու եւ ոչ ալ բոլորիս տուն եղող երկրակունքին վրա։ Միաժամանակ մեր հարաբերությունները առավել կամ նվազդ չափով կմնան նույնը։ Հետևաբար, ինչու կգտնենք հին ժամանակներին ի վեր անհեթեթ նկատվող այս յոգությունը։ Այս մոտեցումը անշուշտ մեդալին մեկ երեսը կկազմի, սակայն ինչպես ամեն բանի մեջ մագերեսեն անտին խոր կկազմող իրականություն մկա։ Այս ակտիվ կուզեմ ձեր հետ բաժնել հետևյալ երեք մտածումները։ Առաջին, մեր կյանքի մեջ չափի հասկացողությունը դիրական ներկայությունն է։ Եկեք բաղ մտածենք, թե ինչպես պիտի ընթանար մանկաբարձեն մինչև նախագահթարան, միջնակարգ, համալսարան ուսումնական մեր կյանքը, եթե միագդուրը լար, առանց բաժանումներու։ Վստահ որ առանց յուրաքանչյուր շրջանի սկիզբի եւ ավարտին պիտի չունենայինք ամեն մեկ հանգրվանին հաջողություն արձանագրած ըլլալու կողունակությունը, ոչ ալ նոր կակատ նվաճելու երանդը։ Երկրորդ, նոր տարին կորցնական լավագույն ագիթը կնձայե մեզի վերանորոգման։ Մանավանդ այս երկրի մեջ, որովհետև վարժենք շատ բան, ինչպես կսենք անգլերենով to take for granted, դժբախտաբար կգործընծնենք գեղեցկությունը, իմաստը փոքր բաներու, որ խորքի մեջ կյանքի ամբողջությունը կկազմեն։ Արդարև չենք անդրադառնալ, թե ինչպես քեթը կազմված է յուրաքանչյուր ակնթարթ խոսող նոր ճյուղեր, նույնն է նաև ժամանակի հասկացողությունը, լավագյան, ժամ թե օր, յուրաքանչյուրը մեզի կհիշեցնե թարմության նորոգման ճշմարտությունը։ Երրորդ, տարվան սկիզբը եւ վերջը կուքան մեզի պատկամելու թե ամեն բան, ուրախություն, թե ցավ, նույնիսկ կյանքը ունի սկիզբ եւ վախճան։ Բայց կարևորը ամեն վախճան նաեւ ունի նոր սկիզբ։ Ուստի որպես քրիստոնյա, որքան օգնված պետք է զգանք եւ մտածենք, թե երբ երկրավոր մեր կյանքը մոտենա իր ավարտին, անիչ որ վերջ կնկատվի երկրավոր տիտանգունեն, կշարունակվի նոր տարածքումը, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս հաստատեց ասելով. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուստի ընթանանք այդ ճշմարիտ ճամփով, որպեսզի արժանի ըլլանք վայելելու սկիզբ ու վերջ ունեցող, բայց հավերժ շարունակվող աստվածահայտնյալ այդ կյանքը։ Այս մտածումներով կուզեմ շնորհավոր նոր տարի ասել, մաղթելով բոլորիդ քաջարողտ եւ երջանիկ, բայց մանավանդ Աստուծո շնորհքով լեցուն նոր տարի։